Շնորհակալություն ազգային ժողովի նախագահի հարգելի տեղակալ, հարգելի գործընկերներ, մեզ հետևող սիրելի աշակերտներ եւ այս նախագծի հնարավոր պոտենցիալ շահառուներ, ես կարծում եմ, որ մենք շատ գերզգայուն թեմա ենք քննարկում եւ ընդդիմությունը բերել է մի նախագիծ, որի շահառուները մեր ըստ էության հանրության ամենախոցելի խմբերն են եւ իրենք պիտի որ սրանով հետաքրքրված լինեն, բայց ես ուզում եմ ասել, որ անկախ այս նախագծից եւ այս կարգավորումից այն օրեն կդառնա թե չի դառնա, բայց այն արդեն մեր քաղաքական թիմի հանձնառությունն է, որը մենք ստանձնել ենք 21 թվականին եւ հաստատել ազգային ժողովի որոշմամբ ընդունված մեր կառավարության ծրագրով եւ ծրագրից բխող միջոցառումներով, որն իրականացվում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից, այն է, որ մենք մեզ համար դրել ենք հիմնական վերջնանպատակ, որ նվազագույն կենսաթոշակը եւ միջին աշխատանքային կենսաթոշակը համապատասխանաբար հավասարեցնել պայմանային զամբյուղին եւ սպառողական զամբյուղին, ավելին հավասարեցնել պայմանային եւ սպառողական զամբյուղների արժեքը։ Եվ պետք է նշել, որ այս անցած 4 տարիների ընթացքում կառավարությունը հետևողական է եղել իր քաղաքականության ստանձնած հանձնառության մեջ եւ մոտ 22%-ով ավելացել են կենսաթոշակի չափերը։ Ուզում եմ նշել, որ այս պահին մեր նվազագույն կենսաթոշակը ուրեմն մեկ շնչի հաշվով գերազանցում է պարենային զամբյուղի արժեքը։ Հանձնաժողովում քննարկվել է բերված նախագիծը եւ հանձնաժողովի կողմից տրվել է բացասական եզրակացություն այն հիմնավորմամբ, որ պետական կենսաթոշակների մասին օրենքում արդեն իսկ կա ամրագրված սկզբունք հոդված 4-ում, որտեղ նշվում է, որ սոցիալական ապահովության, կենսաթոշակային ապահովության ոլորտում պետության հիմնական սկզբունքներն են կենսապահովման նվազագույն բյուջեի չափի հետ համադրելի պետական կենսաթոշակի նվազագույն չափը ապահովելը եւ հետեւաբար կրկնաբանություն անել եւ անցումային դրույթներում ավելացնել մի կետ, որ 26 թվականի հունվարից հետո նվազագույնը եւ միջին թոշակը համապատասխանաբար պիտի համապատասխանեն պայմանային եւ սպառողական զամբյուղին, ըստ էության այն է, ինչ մեր հանձնառությունը եւ մենք դա իրականացնում ենք։ Ասեմ ավելին, օրենքում ամրագրելու անհրաժեշտություն ըստ էության չկա, որովհետեւ ընտրանքային իշխող քաղաքական թիմի ծրագրից վերցնել սոցիալական բլոկի մեկ հանձնառություն եւ դարձնել դրան տալ օրենքի ուժ, կարծում եմ դա արդար չէ նաեւ մյուս մեր հանձնառությունների նկատմամբ, որովհետեւ սոցիալական քաղաքականության ոլորտում պետությունը ունի նաեւ մարդկային կապիտալի զարգացման բաժնում ունի նաև այլ հանձնառություններ, հետևաբար տրամաբանությունը հուշում է, որ մենք պիտի ամբողջը բերենք օրենքի մակարդակ եւ ինչ նպատակ է հետապնդում օրենքի մակարդակ բերելը, անկեղծ ասած այս հարցը մենք հնչեցրել ենք հանձնաժողովի նիստում, ինչու այն ամրագրել օրենքով, այն այսպես թե այնպես ամրագրված է ազգային ժողովի որոշմամբ հաստատված ծրագրով, որը եւս իրավական ակտ է, կառավարությունը այդ քաղաքականությունը իրականացնում է եւ ճիշտ է 25 թվականի բյուջեով մենք չունենք նախատեսած կենսաթոշակի բարձրացում ուղիղ իմաստով, բայց ներդրված հետվճարի համակարգի շնորհիվ քաղաքացիները կենսաթոշակառուները ստանում են 12% հետվճարի հնարավորություն։ Հետևաբար մենք կարծում ենք, որ մեր քաղաքական թիմի կամ կառավարության ծրագրի մեկ բաղադրիչ վերցնել եւ օրենքի մակարդակում ամրագրելը, դա ուղղակի ինքնանպատակ է, ինչու որ կրկնել օրենքի 4-րդ հոդվածի սկզբունքը, որը սկզբունք նորմ է բոլոր իշխանությունների համար, անկախ նրանից իրենք ունենան այդ քաղաքական կամքը թե ոչ, պարտադրված է եւ պարտավոր են ունենալ։ Եթե դա արվում է որպես հիշեցում իշխանություններին, ես ուզում եմ ասել, որ 4-րդ հոդվածն ամբողջությամբ այն բավարարում է։ Հետևաբար նման հիմնավորումով հանձնաժողովը քննարկման առարկադարձնելով տվել է բացասական եզրակացություն եւ ես իմ խմբակցության գործընկերներին կոչ եմ անում եւս դեմ քվեարկել այս նախագծին, որովհետեւ նախագիծը ոչինչ չի տալիս ըստ էության եւ ոչինչ չի ավելացնում նրան, ինչ այսօր արդեն իսկ ամրագրված է իրավական ակտով եւ իրականացվում է։ Շնորհակալ եմ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն Սարիկ Մինասյան Սարի պես Գյումրու թիկունքին Քաղաքացիական պայմանագիր Քվեաթերթիկ համար 1